Զանգում եմ հրամանատարին, ասում եմ, ոչմ ավարտված է, մերնա 20 դիրքը նորմալ։ Օղակաձև պաշտպանությունը սաղ տեղնա բան։ Հա, Բագարիկ ջան, գործ կա, պիտի իշնես կես, վերջը գործ կա, խնդիր կա։ Փաստորեն 20-րդ դիրքը ազատագրեցիք, օղակաձև պաշտպանությունը ապահովեցիք, ու դու իջար ներքև նոր հրանք սանելու։ Հրամանատարը հետ որ խոսացի, հրամանտար ասես Գարջան, պիտի իջնես, խնդիր կա, գործ կա։ Ես այդ իրանց այդ ամեն ինչը վերցնում եմ, դիակները, զենքերով բանով, իջնում եմ ներքև, էդի հազնում եմ հրամանատարին։ Հա։ Այդ ամեն ինչ հազնում եմ հրամանատարին, ու հրամանատարը ասում է Գարիկ ջան, շղթա 89 պիտի վերցնենք։ Որտեղ արդեն թշնամին շատ լավ։ Թշնամին արդեն դիրքավորված, ամրապնդված, արդեն հետևից արդեն զորքա ուզում, արդեն դե ես լսում էի ռադիոյով իրենց խոսակցությունները։ Թշնամին արդեն ամրապնդված, մեր տղերքին արդեն չեմ էլ հիշում քանի օր է, արդեն ընդ սունունդ բան, զենք, զինամթերք չեն կարող հասցնեն, որովհետև ավտոն հենց հասնում անդեղ խփում են։ Հենց հասնում է ներքև այդ մինամյոտի ձորը, որ ասում էին, մինամյոտի ձորից դե պիտի բարձրանա, անդե արդեն մի 3-4 կիլոմետր պիտի բարձրանա։ Ճանապարհը լրիվ իրանց դիմացով է հասնում։ Իրանց դիմացով չէին կարող ոչ մի բան անեն։ Հրամանատարը ասեց, ճիշտն ասած, ասի հրամանատար ջան, դա շատ բարդ գործ է, կփորձեմ։ Ասի կփորձեմ, ասի բայց նստենք մշակենք հլտնանք ով պիտի լինի էլի իմ հետ տնանք ով պիտի լինի կողի ուժերը։ Փաստորեն էդի ոնց որ մահապարտի գործ էր։ Նո, էդի շատ բարդ գործ էր, որովհետև հրամանատարը ընդ հատուկ նշանակության տղերքին էլ էին ասել, փաստորեն հետո եմ իմացել էդի հետո եմ իմացել, որ ինձանից առաջ բանակային կորպուսի հատուկ նշանակության զորքին ասել են հրաժարվել են, մեր սպեցին ասել են հրաժարվել են։ Ասել են անհնար է։ Ասել են անհնար է, հա, ասել են անհնար է էդի տվյալ իրավիճակում այդպիսի գերիշխող դիրքը վերցնել։ Հա, էլի մարդիկ փաստորեն ասել են էդի հնարավոր չէ, էլի էդի չենք կարա, սենց կոպիտ ասած։ Ինձ էլ ասեցի կփորձեմ։ Բայց կամավորներ են պետք։ Ասի, բայց նորմալ մարդ է պետք է։ Ու ես պիտի ճոկեմ էլի այդ մարդկանց ով պիտի լինի իմ հետ։ Ընդ հատուկ նշանակության ջոկատից էլ պիտի 10 հոգի լինեին, մեր երրորդ գումարտակից էլ պիտի 10 հոգի լինեին, մի խումբ էլ մեր Ռոմանի հետ պիտի լիներ, մի խմբի ղեկավարը պիտի Ռոմանը, մի խմբի ղեկավարը Տիկո, մի խումբն էլ սպեցնազը պիտի լիներ, մի խումբն էլ ես։ Ու այդ խմբը, այդ բոլոր խմբերին պիտի ես ղեկավարեմ փաստացի։ Օպերացիա մշակում ենք գծագիրը սաղ ոնց ես ասում եմ, էլի ոնց որ ես գիտեմ, որ ճիշտ կլինի, սենց ասեմ։ Նու հրամանատարը ասում է դու արդեն տեղում կորոշես։ Այդ նույն օրը հենց բարձրանում եմ մինամյոտի ձորը, ավտոյին խփում են դե։ Հենց հասնում ենք ընդ ավտոն լույսը։ Որ մեքենայով որ դու գնում ես։ Որ մեքենայով որ դե սկսում են ավտոյի վրա կրակելը։ Սաղ իջնում են ցվորվում, բան, այդտեղից ոտով հելնում ենք։ Արդեն սաղի հետ պայմանավորված, որ առավոտ 7-ին հատուկ տղերքը պիտի լինեն էս կետում, Ռոմանը էս կետում, Տիգրանը էս կետում։ Ռոմանի հետ հելնում ենք, բարձրանում ենք վերև, գնում ենք հասնում շղթա այդ 4 պոստը հրամանատար այդ Վաշտի հրամանատարական կետը, հասնում եմ ընդ առավոտ գծետա 5-ի կողմերը բան, հասնում եմ ընդդեղից կամաց առաջանում եմ, նայում եմ, իմ ասած մարդիկ չեն երևում, այդ ով որ պիտի լինեն չեն երևում, փաստացի։ Տիգրանին եմ տենում, գումարտակ հրամանատարի երրորդի, որ պիտի մի խումն էլ իրան հանդիպում եմ, ասում եմ մի խումն էլ դու պիտի լինես, պիտի կես քո խմբի ղեկավարը 10 հոգի են։ Բայց հա գալիս եմ։ Ասում դե ես քեցի։ Ես Ռոմանի հետ առաջանում եմ, Ռոմանի խումն էլ ովքեր պիտի լինեն, դրանք էլ են կորում։ Փաստացի կորում են։ Գալիս եմ հասնում շղթա 7, որ արդեն էդի վերջի կետն է, այդտեղից արդեն պիտի հարձակումը սկսվի 8-ի 9-ի վրա։
Հասնում եմ մտել։ Երկու դիքն էլ թշնամու ձեռքում է։ Հա, երկու դի, մեկը չպահվող է 8-ը, 9-ը բայց պահվող, բայց շատ կարևոր է, 8-ն էլ է շատ կարևոր։ Հասնում եմ մտել Ռոմանն ամոնում մոտս։ Բայց գնալուց ճանապարհին, մեր ֆիզրուկը Սուքիասյան Գևորգը ճանապարհին հանդիպում է ինձ, ձեռից վիրավոր, շղթա 5-ում է 6 պոստում հանդիպում է։ Հա, Օհանյան ոնց ես անում, ինչ ես անում, ասում դե վերջը, սենց խնդիր եմ ստացել, պիտի կազմակերպի։ Բա ես էլ եմ գալի։ Կամավոր գալիս։ Հա, ասյախպեր ձեռդ վիրավոր բան, գալիս ես ինչ անես, ձեռդ վիրավոր ես, մնա, բա չէ, մենակ ես քեզ ոնց թողում, մենակ ես դույնը Ռոմանն եք, ո պիտի չեն գալու, ոչ մեկ։ Երկու հոգի եք գնում։ Հələ որ էտ ենք, հա, հələ էտ ենք, հələ գնում եմ երկու հոգով։ Այս Գևորգն էլ է միանում մեզ։ Միանում է մեզ Սուքիասյան Գևորգ։ Հա, Սուքիասյան Գևորգ։ Ֆիզրուկներ։ Ֆիզրուկներ այդ վաղտ, հա։ Ի պաշտոնը ֆիզրուկներ։ Միանում ամս քնում ենք այդ շղթա 7-ում կայնում, մոտավոր մի ժամ դիտարկում եմ անում, ռազվեդկա եմ անում մի ժամ, տենամ ինչա ոնց է։ Նո այդ ամբողջ տարածքը արդեն սա հետախուզությունը վարելուց հետո գալիս եմ այն եզրակացության, որ պիտի վնեզապնի հարձակվենք, արդեն լույսը ուզում է պեցվի, պիտի վնեզապնի հարձակվենք։ Կապ եմ տալիս այն մարդկանց, ով որ պիտի լինի, ոչ մեկ չի պատասխանում կապին։ Ոչ եմ մի խումբը, ոչ եմ մի խումբը, դե Ռոմանի խմբից էլ կարելի ասած մարդ չկա։ Այդ պահին Աբարանի 3-րդ գումարտակի տղերքից երկու հոգի գալիս են, աղասն Աբդուլուտիկո են ասում, այդ տղերքն են, ուժեղ տղերք են, շատ ջիկ տղերք, գալիս են երկուսն էլի մոտ, բա Օհանյան ջան, մենք չենք թողա քեզ մենակ, մենք քո հետ ենք։ Դե արդեն եղաք 4 հոգի։ Հա, դա արդեն ավելացանք դեռանք 4 հոգի, 4-5 հոգի, ասում տղերք, դուք չկաք էլի իմ ցուցակում։ Հիմա ես չեմ կարա ստեղ ինձ ու գլխու, ես ցած չեմ կարա, ես ինձանով վերցնեմ ձեզ տանեմ։ Ձեզ հրամանատար ունենք, մեզ հրամանատար, կապնում եմ հրամանատար հետ, ասում փաստորեն հրամանատար ջան, էլի մնացի մենակ։ Այդ տղաները Աբարանի կամավորական։ Կամավոր, իրանք գալիս են ինձ ասում են Օհանյան ջան, դու որտե քեզ մենք քո հետ։ Չէ, ուզում ասեմ ծառայող են, թե իրանք մոդի հետ են։ Չէ, իրանք գումարտակի ծառայող։ Հա, ծառայող տղեկ են, հա։ 3-րդ գումարտակի ծառայող տղեկն են, ուղղակի այդ պահին ոնց որ գալիս են, հանդիպում են, այդ պահին մարդիկ ինձ ասում են մենք էլ ենք քո հետ գալի։ Այսինքն ձեր այդ մոբից մարդ չկա։ Չէ։ Լավ։ Մեկ էլ ճանապարհին մի հոգի Կրասնի զորքից մի ջահել երեխա է պատահում, մի 20-22 տարեկան տես ջահել է պատահում, տենում են պեկան ձեռը, դե մեզ էլ պեկա չունենք ոչ մի։ Հա։ Մուխապեն ամեն ինչ կա, բայց պեկա չկա, ասում եմ տղա ջան, կարում ես տիրապետ ես այդ զենքիդ, բա հա հոպար ասում է տիրապետում եմ բան, ասում որ զորքից ես, բա կարմիրից, բա հոպար ես քեզ ճանաչում եմ, քո մասին լսել եմ, դու Օհանյան Գարիկն ես, ես քո հետ ուզում եմ գամ, դու որտե քեզ ես քո հետ գալիս եմ, ասում տիրապետում ես, պոլիգոնում ինչ է ստացել, ասում եմ միշտ 5, ասում կարաս 5 չասեմ, նա պիտի անես, գիտես, ասում սես թե քանի հոգով կանք, հավաքվում ենք այդ 5-6 հոգով, մեկ էլ է գալիս է Թումանյան Կարենը մի հոգու հետ, հենց 3-րդ գումարտակից։ Եղաք 9 հոգի։ Հա, եղանք մի 8-9 հոգի։ Թումանյան Կարենը, որ մի հոգու հետ գալիս է, արդեն ես մի քիչ բան եմ անում, արդեն ասում եմ, հեսա մարդ կա, էլի, արդեն նորմալ է մի խոսքով։ Հետո նման օպերացիայի վաղտ ես միշտ իմ հրամանատարները, շատ լավ հրամանատարներ եմ ունեցել իմ ջալյոց, սկսած Շահե Մեղրյանից, Գլումյան Նովիկից, շատ լավ հրամանատարներ եմ ունեցել։ Չալյանից, հա, իմ ջալյոց լավ ընկերներ եմ ունեցել մարտական 90-ական թվականներին, շատ բան եմ սովորել իրանցից։ Պիտի ընդհանրապես նման մեծ գործը պիտի փոքր ուժով անես։ Մեզ այդքան քանակ չունենք, որ մենք անխնա շատ զորք կորուստ տանք, էլի, շատ զորքով կեն։ Ինձ այդ 8-9 հոգին ինձ կոպիտ ասած բավարար էր։ Եթե ինչ-որ մի օպերացիա կազմակերպում ես, Արժակ ջան, պիտի աշխատես
փոքր ուժերով մեծ գործ անես։ Այսինքն այն սկզբնական պլանը, որ գծել էիք, քանի որ չեկան տղերքը, դու ստիպված էի տեղում նոր պլան մշակել, որի համար քեզ ավելի քիչ մարդեր պետք, քան թե առաջնային պլանը որ մշակել։ Առաջնային պլանը ինձ այդքան մարդ պետք էլ չէր։ Ճիշտ ասած, բայց պատժեշկա է, օգնությունը չի խանգարում, սենց ասեմ։ Բայց վերջում եկա այն իտոգի, որ իմ մտածածը ու իմ գլխի մեջ ծրագրածը ավելի ճիշտ է։ Ու տենց էլ արեցի։ Թումանյան Կարենի մի հոգու հետ ճանապարհով ղրգել եմ այդ, որ հատուկ տղեկը պիտի գային, որ Ռոդիենդե։ Մի ֆլանգը։ Մի ֆլանգը։ Ես Սերոփյան Ռոմանը մկել այդ կարմիրի հետ տղան, ասել եմ ես պրյամոյ եմ քինելու, ճակատ չկատու, էդի, որ աչնել կարամ տիրապետեմ, ձախնել կարամ տիրապետեմ, որպեսզի երկու կողմի հետ էլ կարամ ես կապ ունենամ, տիրապետեմ երկուսի։ Դրա համար ես ստիպված պրյամոյ լոպնալոպ ասած տենց այդ ռուսերեն բառով, Սուքյասյան Գևորը, աղասը, Աբդուլուտիկոն, այդ տղեկն էլ ձախով ինձանից, 8-ի քերծի վրա։ Այդ 9 հոգով մնացիք։ Շո, էդ է, ու մտնում ենք, հենց առավոտ 7-ին մտնում ենք, հարձակում ենք այդտեղից։ Մտնում ենք, դե արդեն բոյ է, պերեստրելկա, արդեն բոյ տալով մոտիկանում ենք, այդտեղից ուրեմն Սիմոնյան Կարենի հետ պայմանավորում ենք, որ Կարենը մնում ատե ագեսով, որ մեզ պատժեշկա անի։ Եթե հանկարծ ասել եմ, եթե քրծի տակով անցնելուց տնանք մեզ նեղում են, կապ կտնում դու ագեսով պատժեշկա կանես, ու պայմանավորում ենք ու շարժում։ Նու տղեկը աղաս Աբդուլուտիկոն, Սուքյասյան Գևորոպյանը ձախով են քնում այդ քրծի վրա, այդտե մի 40-50 հոգի թուրքերը արդեն վրա են տալիս բան, ձախ ֆլանգի, բոյ են տալիս տղեկը ահագի, մենք էլ դե տակով ենք արդեն բոյ տալով, արդեն մտել ենք, սյո էլ հետնանց չկա, մտել ենք, դականցա պիտի քինենք, իսել ասել եմ տղեք, սա հենց ապերացիա, որ ստեղից հետտեր, եթե հանկարծ հետտերնելի գիդավար սաղս կոտորվելու ենք, սաղս կոտորվելու ենք։ Էդ եմ ասում, մահապարտի միան պիտի առաջ կենք, ուրիշ ձև չունենք, դականցա մջև պոստը երջոնենք, մի քայլ հետ նահանջ չկա, որովհետև ուրիշ ձև չունենք, հենց մի վարիկյան հետ նահանջի, հետո հենց հետ պահին, բեսպիլոտնիկներն էլ էին ֆռռում զիրա, թուրքի մինամյոտն էլ էր խփում դագից թուրքի մինամյոտը հրետանիա խփում էր, մեր հրետանին էր մեզ պատժեշկա։ Դագը իրանց ամենաբարձրը, մեր շղթայինի դիմացին իրանց, էդի բանա, վաշտի կազմով դիրք այա։ Այդ միակ տեղն է, որ իրանք մեզից բարձր է։ Այդ միակ տեղն էր, ու տենց հարձակում են բավականին բարի հաջող, տղերքը բոլորն էլ շատ լավ գործ են անում, իր քանի հոգի եղել են բոլորն էլ, վերջում, կոտորելով տենց հասնում են շղթա 9-ի հենց արդեն մի 40-50 մետր մնացել, որ մտնեմ դիրք, արդեն ընդե ձախ թևը տղեկի մոտ նորմալա, Թումանյան Կարենի։ Տղեկ են 50-60 հոգուն արդեն կոտորել են։ Ուներ ոչ մի միջազգային չի։ Ընդե արդեն չկա, ընդե արդեն մինամյոտով են խփում իրանց։ Բայց արդեն այդտեղ աղասը վիրավորվում է։ Աղասը հենց այդտեղ, որ ուզում են այդ մի հոգի, որ թուրք մնում է խրամատում երևը։ Այսինքն 50 հոգից մեկը մնում է։ Մեկը որ ողջանում, տղեկը մոտիկանում են, որ գերի վերցնեն, էդի գրանատում իրան տարակցնում է, այդտեղ վիրավորվում։ Այսինքն այդ 50 հոգուց մի հոգի ողջանում։ Երբ որ գալիս են գերի վերցնել, ինքը իրան պայթեցումից վիրավորումը նաև ինչ վիրավորում աստանում։ Ինքը չանան ոսկորները բանը չանի կոտորատում, այլ սա չել կարամ արդեն խոսանանի, տղեկ են դե Գևորին ասում են դուք տեսեք աղասին ինչ եք անում, վիրակապեք բաներեք աղասով զբաղվեք, դուք կամաց աղասին հետ տարեք, թող մեկը ով կա, աղասին հետ տանի համպապուծի վիրակապի, Գևորն է ձերքից բայց բան անում, շարժում
նու արդեն ըտե առաջանում ենք, արդեն սենց ասած, արդեն մեր գործերը լևա, իրանցից արդեն ես տնամ, արդեն ուզում են փախնեն, արդեն դեմ ենք բոյտալու, պերեստրելկա, բոյտալու առաջանում են, արդեն Թումանյան Կարենը ճանապարհով արդեն մտնում է դեպի բլինդաժը, ընդ ճանապարհը կելսը պավարոտը, արդեն Կարենը այդ մի հոգու հետ արդեն առաջանում է, ես էլ պրյամու այդ լոտնալով ճակատակից։ Մտնում ենք արդեն այդ երեխեն, ընդ մի հատ տեղ կար, ոնց որ այդ վերջի քարն է, մեր հույսը, այդ վերջի մի հատ կար, այդտեղից տենին պեն չկա, եթե դուս եկար տեղ չունես, էլի արդեն։ Այդ երեխուն ասում տենումս, այդ երեխուն ունել եմ մոռացել չեմ հիշում, ասում տենումս Կարմիրի։ այդ կրասնեցի երեխեն, դենք տենում որ խփում են բան, տենց բան անում, էլի ճոկում են, որ էլա լյավա, դուխը տեղ։ Ռաստի ճամբարակի հետ։ Ճամբարակի հետ։ Այդ երեխուն ասում են տենումս մի հոգի է մնացել, արդեն սաղ են կոտորել են, մի քանի հոգի տենում եմ, արդեն փախնողներին են խփում, արդեն փախնում են, երկու հոգի է մնացել վերջում, այդ երկուսին չեմ կարող գտնեմ արդեն, չեմ։ Դուք ունեք մի վիրավոր զոր չունեք։ Չէ, այդ պահին հրևոր չէ, բայց այն թիկունքը իմ հետևից արդեն շղթայոթից որ եկել, ակազմիցը զոհ կա, ես չգիտեմ դե արդեն, իրեգունը որ հետ կյանիս են, այդ վաղտ են ասում, որ Սիմոնյան Կարենը զոհվել է, Ղուկաս կա, Ղուկասը զոհվել է, Ղուկասը ոնց որ ճիշտ ասած չեմ հիշում, ասկոլышներ, թե պուլյա։ Բայց այդ նույն բոյի պատճառով են զոհվել, թե ուրիշ մինամյոտով եւ Սիմոնյան Կարենին ոնց որ քերծի վրից են կրակել, որովհետև ինքը եկել է, դաժե ես հետո այսինքն դարձին ձեզ օգնելու ջղայնացա ես հետո որ լսեցի, ասի խիա Կարենը ինչ գործ ունի, թե ես Կարենին խնդրել եմ որ այնտեղ մնա, խիա եկել է, կամ կրակել են ինչ որ տրեքի ասելով, կրակել են թևից վիրավորվել է, նույն տեղը կայնել է, սկսել ձեռքը վիրակապելը, նորից դաբավշնի գլխին են կրակել, Վերջ տենց առաջանում ենք, այդ վերջի երկու հոգի, մեկին ես խփում եմ, այն մեկն էլ այդ երեխուն ասում եմ տնումս, արդեն կթել եմ որդեղ, մեծ թուրքական մի հատ մեծ զենք կար, օպտիկով բանով, մաշնոյով։ Դիպուկահարն էր պաստորին։ Դիպուկահարն էր, այդ երեխուն ասում եմ, հեն, այս ինչ տեղն է, արդեն ես կթել եմ։ Այդ երեխուն ասում կարաս կպես, ասում այդ երեխը մի հատ կարոտ գյուղ չի դոտում, հենց առաջի որ չի դում, կրնում է, դե ջոբում է, որ ֆոտում է, այդ երեխեն ուրախանում է, հոպար խպել եմ, ասում մալադես ծալուտան եմ, ապրես, այդ ապրատը, ու առաջանում են, մոտնում ինը, ու մի անգամից կապ եմ տալիս, մարդուզում, որ կեն, կուրգավույա բարոնալ տազում են շրջանած է պաշտպանություն էլի, կապ եմ տալիս հրամանատարին, ասում եմ հրամանատար շղթայինը մրնա, կարապուրախանակ, արդեն մրնա, զոհ չունենք, մի թեթև վիրավոր ունենք, արխայիկաս լոխ նորմալը։ Ու մի անգամից ասում եմ մարդ ղրգի, երորդ գումարտակին ասա մարդ ղրգին կյան այդ պոստերը տիրություն անեն։ Ոչ մետա մարդ հակյալից պոստերը հազնում եմ իրան, այդ թուրքերի զենքերը սաղ հավաքել եմ տալիս այդ պեդերի մոտ շարում, դիակները գրալ են քչում, էդի որ ասում եմ առավոտ 7-ին հարձակվել ենք, իրիկունի 5 անցկես նոր ազատագրել, մոտավոր 11 ժամ բոյ ենք տվել։ Քո հետ գնացած 9 հոգու զոհ չես տվել։ Չէ, մի հոգի թեթևի իմ հոտ գնացողներից ճամփին, բայց մի հոգի վիրավոր տեսել եմ ճամփին, ճիշտ ասած չեմ ճանաչել, ոչ հիշել եմ, ոչ անունն եմ հիշում, ոչ դեմքն եմ հիշում, ճիշտ ասած, ահավոր դե շատ վատ վիճակում էր, ես չէի կարա։ Ես հիշում եմ, եկալուի հոգնած մենու։ Ես չէի կարա, էլի ոնց որ գործս թողեմ, դες տրեքին ասի դուք վիրավորով զբաղվեք, չէի կարա ես կայնեմ, էլի ճամփին, որ եթե ես կայնեի, կարող եմ ուրիշ բան ստացվեր։ Նու հասանք մեր նպատակին, շղթա 8-9-ն էլ գրավեցին, զանգեցին, տղեկ սաղ գորում էին, հրամանատարը ուրախությունից գորում էր, շնորհավոր եմ բեն։ Մի խոսքով այդ ամեն ինչը շատ լավ կազմակերպվեց, իմիջայլոց մի բան էլ ասեմ կալվաճարի ուղղությամբ,
Մոսյան Արմանն բանում ա եղել, Աղդակում։ Աղդակն էլ շատ ահավոր ա եղել, ես ընդ չեմ եղել, բայց իմ տղերքից ընդ ես դիտակետ եմ ունեցել հետախուզական բացազատ, 3 հոգի ես ընդ մարդ եմ ունեցել։ Մոսյան Արմանը փաստացի, եթե Աղդակում չլներ, Աղդակը այդ պահին մերը չէր լինի 100%։ Հետի իմ տղերքը։ Այսինքն կարելի է ասել, որ մատների վրա հաշված զինվորներով ամբողջ Քարվաճարի ճակատը կարողացել եք պահել, առաջի օրը գրաված ուրեմն դիրքերը հետ վերցնել, ազատագրել, եւ դրանից հետո իհարկե ես հիշում եմ անդադ գնում էր հրետանիներ աշխատում, մեր հրետանին էլ մեր շատ լավ պատժիժ կերել, մեր երրորդ գումարտակի ականանետայի Մարտկոսն լավ Գյորգին լավ գործ արել, լավ պատժիժ կերել, նո անունները կարող տարիքին թողներ են ումը մոռանան, չեմ հիշում, բայց լավ գործ են արել, ճիշտ է, գիտեք Արշակ ջան, ընդհանրապես պատերազմի վաղտ, եթե 10 հոգուց 3 հոգի ունենում են շտուրմավիկ, դա իմ համար դաստատաշնի է, շատ լավ է դա, բոլա դաժ կարամ ասեմ, հերիքա։ Հետո մեր այդ մի հոգին շատ մեծ դեր է տանում, օրինակ կոնկրետ այդ տղերքի համար ես մեծ դերակատարություն եմ ուզում, որտեղ այդ տղերքի հույսը ես էի ոնց որ, իրանք եմ վրա հույս դնելով, հետո ես կյանքում այն հրամանատարներից եմ եղել, որ միշտ առաջին եմ քայլել, ես կյանքում չեմ թողել իմ զինվորը իմ դեմքին է, դες բան չի եղել, որտեղ ինչ գործի ուզում ա քնենք, միշտ ես եմ եղել, ես չեմ թողել, որ իմ զինվորին կյանքում ես չեմ ասել առաջ քնը, ասել իմ հետևից արել։ Քարվաճարում բոլոր դիրքերը պահվեց, մինչև վերջին օրը, մինչև այդ ուրեմն դավաճանական սորարմությունը, որ պահված մեր տղեկի արունով, ձեր արունով և մնացածի արունով, պահված դիրքերը և թշնամին այդտեղ կարելի ասել արդեն հույսը կորցրել էր ընդհանրապես։ Թշնամին դաժե մտածում էինք, ես դաժե ծիծիկներից ես ու Իլիցյանը կապնվել ենք հրամանատարի հետ, մի վաշտ մարդ եմ ուզել ես, որ հարձակվենք դեմի եղնիկ տրիկապունկտը որ կա են, Լևի չորորդի դեմի են լավ բարձունքը, ամենալավ բարձունքն է, իմիջայլոց հա, ծիծիկներում ես էտի մուրաց ասեմ, ծիծիկներում ընդ 4-5 տանք ենք խպել, մի հատը ծիգաչ, ծիծիկներում 5 տանք մի ծիգաչ խպել են, նու մեր երեխեքն են խպել, ուզում ասեմ, ընդ արդեն մենք որոշել ենք, ասեն ես ու Իլիցյանը որոշել ենք, որ հակակոնտուր նաստուպլենի, հակահարձակում անենք, ու եթե այդ պահին մեզ մի վաշտ զորքյան պեխոտ շտուրմավի կլներ, ամենաուշումը չէ մի օրը, ամբողջ տրիկապունկտի այդ բարձունքը ես արդեն համոզված եմ մերն եմ, որովհետև արդեն թուրքերը շատ պիս վախում էին, արդեն իրանք ահավոր վատ վիճակում էին, հետո ես ռացիովել էի ընդ իրանց լիզվով, իրանց պանիկայի մեջ գցում իմ գործողություններով։ Իրանց լեզվում մաքուր տիրապետում ես։ Հա, ես իրանց մաքուր տիրապետում եմ, իրանց ես շատ բանի մեջ էի գցել, պանիկայի մեջ էի գցել իրանք, հա, նու տենց ուզեմ ասեմ, ամեն դեպքում ափսոս մեր տղերք, ափսոս մեր հայրենիք, մեր տղերքը շատ մեծ գործ են արել, Քարվաճարը ոնց որ Հայաստանի համար մի հատ պարիսպեր, որ պահվեց ու էդի էսա օրինակը տեսանք, Քարվաճարը եթե չհանձնվեր, չհանձնվեր կյանքում, այո, ես 23 թվականի ես հիմնականում ընդեղից է ջաշել, դժբախտությունը չեր են ես 23 թվականի,
23 թվականին եմ ես ծառայությունում եմ եղել։ Հիմա գան դրան, ես ուզում եի դա առանձին խոսենք։ Իմիջալյոց Արշակ ջան, բանի այդ 20 թվականի նոյեմբերի 15-ից հետո որ կառավարչարը հանձնվեց ու մենք ստիպված եղանք լքենք ընդդեղից։ Մենք ընդդեղից լքեցինք ու իմ ընտանիքը այդ վաղ գիտես երկու երեխաներ ուսանող էին։ Եկանք էլի մնացինք ոնց որ բան, սենց ասած կոտրած տաշտակի Առաջ կա, էլի առաստում մնացին, հա, եկանք էլի ինքանք վարձով ու ցավում եմ դրա համար, որ էդի ահա որ իմ վրա շատ վատ ազդել է, որ դրանից հետո տան այդ գները հայրենակիցները անմիջապես բարձրացրին, հա, տան այդ վարձու, որը որ 70-80 հազար սարքեցին 50, դաժե Չարենցավան Վրաստանում տները 10-15 հազարով էին տալիս, այդ ժողովրդի այդ տանջանքից գալուց հետո սարքում են 50-100 հազար կամ 200 հազար, էդի իմ համար ես մինչև հիմա չեմ կարող էդի տանեմ իմ վրա, էդի իմ վրա շատ ահավոր ազդել է շատ, էդի իմ վրա այնքան ազդել, որ ես բարերով չեմ կարող էդի հասկանալի է, ես հասկանում եմ այդ ցավը, որովհետև ես ունեցել եմ մի հատ տատ, Արշակ ջան, որ ուրեմն 92 թվականին, 1-2 թվականի Շահումյանի ժողովուրդը, որ հելան մի մոմենտ եկան դեպի Թալիշ, իմ պապական տանը 7 ընտանիք է եղել, իմ տատնա գնացել ճամփից բերել տուն, ոչ մեկին չի ճանաչել, իմ 80 տարեկան կին, ես պոստերում եմ եղել, ես պոստերից եկել եմ տեսել, մեր տանը 30-40 մարդ կա, ու սաղ պարկած ու այդ տանը ինչ եղել է եկել եմ, ես իմացել եմ մեր բարեկամներն են, հակառակը ոչ մեկ վաբշե բարեկամ չի։ Ոնց էլ իրար բարեկամ են, ճիշտ այդտենց է մտա։ Այդ եմ ասում էլի, այդ տարիքով չեմ անում, այդ կնգարած այդ գործը ես կյանքում չեմ մոռանա ու մինչև հիմա, ու իմիջալյոց էլ ասեմ Արշակ ջան, ես այդ գյուղը թուրքերը որ գրավել են 93 թվին Թալիշը, դե ես պոստերում եմ եղել չեմ մտել գյուղ, տենց գյուղից դուրս էլի անտառներում եմ եղել, տատս մնացել է գյուղում, թուրքերն էլ մեր վարոտի դեմն են սպանել իրան, հենց մեր վարոտի դեմը սպանել է, ես քանի ամիս հետո որ նոր մտել եմ գյուղ, քշես մազերը, մենակ մազերը գտել եմ, հավաքել մեր վարոտի դեմից բերել հետս Հայաստանի իրա մազերը։ Ինչ եմ ուզում ասեմ, սա մեր պատմությունն է, մեր հայ ազգի պատմությունն է, սա առաջի դեպք չի, սա կրկնվել է մի քանի անգամ, ու ես չեմ հավատում, որ հնարավոր է Թուրքիի հետ խաղաղություն էդի չի լինի։